բալես։ Նորո, մեզ շատ բարդ խոսակցություն է սպասվում, բայց կարոտել եմ, թող գրկեմ։ Էլ ինչ ես ուզում, որ անես, Ուզում ես զանգեմ մերոնց, թող մի կտոր հաց տնեն, ուտենք իրար հետ, մի բաժակ էլ բան կխմենք, կիմանամ ոնց ես, ուր էիր։ Ձեռ ես առնում, 10 տարի անց հիշել ես, որ երեխեք ունես։ Ես երբեք էլ չէի մոռացել, Նորո։ Դու տղա ես, քո հետ շատ բաներ կարամ խոսամ ու կիսվեմ, բայց Էլիզին շատ բան չեմ պատմել։ Այստեղ ստոպ։ Իմ մոտ արդարանալու ճանապարհներ մի փորձի գտնես։ Որովհետև քո մոտ ոչ մի բան չի ստացվելու։ Ես քեզ չեմ հավատալու, լսում ես։ Չէ, չեղավ, Նորո, ճիշտ չես անում։ Ու ճշտից խոսում եմ մի մարդ, ով որ ոտից գլուխ սխալ է ապրել։ Հա։ Դու ճիշտ բառը ընդհանրապես օգտագործելու իրավունք չունես։ Ուղղակի ուզում հասկանամ ոնց ես ռիսկ արել 10 տարի անց։ Գաստեղ, կանգնել իմ դիմաց ու նայում ես իմ աչքերի մեջ ոնց։ Ինչի իմ երեխուց պիտի վախենայի։ Դու երեխա չունես։ Լսում ես, դու տղա չունես, ես էլ հեր չունեմ։ Ես իմ հորը վաղուց թաղել եմ, դու իմ համար օտար մարդ ես։ Ես քո հետ որպես օտար մարդ եմ հիմա շփվում ու խոսում։ Ու չգիտեմ այս խոսակցությունը ուր կհասնի, եթե մենք շարունակենք, որովհետև ես մի կերպ եմ կարողանում իսկ կառավարեմ ու տիրապետեմ։ Կարող է չդիմանաս խփեսել, հա։ Պարզա։ Ամեն ինչ քո հետ պարզա Էլիս։ Ես սխալ բան չեմ ասում։ Ես չեմ ասում, որ դու սխալ ես ասում։ Ուղղակի քեզ չեմ հասկանում։ Շատ արագ ես որոշումներիդ մեջ փոփոխվում Էլիս, իսկ այդ ինձ ահավոր ջղայնացնում է։ Որովհետև դանդաղ եմ առաջ շարժվում։ Որովհետև շատ դիրքերը զիջեցի։ Այ որ հասնեմ նրան ինչին որ ուզում եմ, սենց չի լինի։ Այսինքն Էլիս։ Այսինքն այն, որ Նորոն ու Մագդան երբ որ իրարից հեռու կլինեն, իսկ Արշակը տանջվելուց կլինի, այդ ժամանակ կհանգստանամ։ Գժվել ես դու աղջիկ ջան։ Սնդել ես լրիվ, հասկանում ես Էլիս ինչ ես խոսում։ Ճիշտն եմ ասում։ Արշակը պատասխան է տալու մորս մահվան համար։ Հասկացա՞ր։ Իսկ Մագդան պիտի չքվի Նորոյի կյանքից։ Էլիս հավաքի քեզ հանկարծ համբերությանս հետ չխաղաս։ Սուս մնա։ Եթե հիմա գնաս, ու այս թեման չշարունակենք, շարից փորձանքից հեռու կլինենք, ու ընդհանրապես եթե այս տան հասեմ մոռանաս, մեզ մոռանաս։ Լսի, արի կլինի սպառնալիքների տոնով չխոսանք։ Ես հասկանում եմ, որ ես սխալ եմ, բայց դու պարտավոր ես ինձ լսել։ Մենակ նրա համար, որ ես քո ծնողն եմ։ Մենակ նրա համար, որ բոլորը գիտեն ես քո հայրն եմ։ Ինչ ես խոսում, հա։ Ես թքած ունեմ, թե ով ինչ գիտի, ով ինչ կմտածի։ Որ բանի համար քեզ լսեմ, հա։ Այն բանի համար, որ 10 տարի առաջ երիտասարդ կնոջը դու երեխեքի թողեցիր գնացիր ու մոտ, հա։ Այն բանի համար, որ 10 տարի անց հիշել ես, որ երեխեք ունես, հիմա եկել ես սրտաճմլիկ տեսարաններ ես սարքում, ուզում ես քեզ հավատամ, հա։ Ես քեզ չեմ հավատալու, ու ինձ լսի քեզ ինչ եմ ասում։ Մոռացի մեզ, մենք քեզ չենք հավատալու։ Սխալ կերպար ես ընտրել քո համար, քո մոտ ոչ մի բան չի ստացվելու, հասկացար ինձ։ Լսի, իմ բացակայության ժամանակ նենց չի, որ մամատ էլ պարապա մնացել։ Բերանդ փագի։ Ընդհանրապես մորս անունը չտաս, լսեցի, դու դրա իրավունքը չունես։ Ինչի սխալ եմ ասում։ Քանի տարի է Արշակի հետ շփվել Նորո։ Ասում եմ բերանդ փագի։ Եթե տղամարդ լինեիր ու քո կնոջ երեխեքի կողքին մնայիր, այդպես բան չէր լինի, հասկացար։ Լավ, ես հասկանում եմ քեզ։ Ես ընդունում եմ, որ ես սխալ եմ։ Բայց հիմա եկել եմ, որ ես իմ սխալը ուղղեմ։ Արի կլինի գնանք հանգիստ, մարդավարի, նստենք, խոսենք, հասկանանք։
Ալին, արագ կեր, որ հասցնենք խաղանք։ Արև կթողես այս երեխեն նորմալ բան ուտի։ Խաղանք, բա ոնց արև։ Նորն էլա չէ գալու, հաստատ կհասցնենք։ Մոգդա կզանգ ես, բայց իմանանք ուրանորոն։ Ախր ուզում եմ 4-ով լինենք։ Հիմա ոնց որ մի բան պակաս լինի։ Ճիշտ է ասում Մագդա։ Ինձ թվում է լուրջ բան է եղել։ Չէ Ալին, որ ինչ-որ բան լիներ, ես տեղ սենց հանգիստ չէի, չէ նստի։ Դե չգիտեմ։ Ոնց որ բակում ինչ-որ մեկին տեսավ, դրա համար գնաց։ Թե ինձ թվաց։ Չէ Ալին, ես էլ չգիտեմ, հեսա կգակ իմանանք։ Էդո, ես ուզում եմ, որ դու ինձ ճիշտ հասկանաս։ Ես ուզում եմ, որ դու ճշմարտությունը իմանաս։ Էդ, ես չեմ ուզում քեզ խաբեմ, ուզում եմ իմանաս ինչ եմ մտածում։ Էլիզ, ասում եմ սուս մնա, մի շարունակի։ Ես այսքան ժամանակ փորձել եմ շրջանցեմ Արշակի թեման, հանուն քեզ, բայց էլ չեմ ուզում կուլ տամ։ Ուզում եմ քեզ չխաբեմ, Էդո, չես հասկանում։ Դու չես հասկանում ինձ, ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ այդ ընտանիքի դժբախտությունն է իմ երջանկությունը։ Էլիզ, ես ի՞նչ դեվա մտել մեջդ։ Ինչ ես խոսում։ Ես զզվում եմ Արշակից։ Իսկ Մագդային ատում եմ։ Իսկ Արևի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսամ, ինքը մեղքի ծնունդ է։ Ձենդ կտրի։ Սուս մնա։ Ես ամեն ինչ անելու եմ։ Ամեն ինչ անելու եմ, որ Նորեն ու Մագդան չմիանան։ Ու եթե միացան, ամեն ինչ անելու եմ, որ բաժանվեն։ Պաստորին ես այսքան ժամանակ քեզ չեմ ճանաչել։ Իսկ կարողա պատահաբար հասմիկի ասածները ճիշտ դուրս գան, որ դու իմ կողքին ես Մագդայից մոտ լինելու համար։ Չէ, ես քո կողքին էի, որովհետև սիրում եմ քեզ։ Բայց ես ուզում եմ դու հասկանաս ինձ։ Հասկանաս, որովհետև սենց սխալ է, ես քեզ սենց խաբում եմ։ Վերջ, Էլիզ։ Վերջ։ Էս իմ ու քո վերջն էր։ Մագդա, իմ կողմից ես, թե Ալինայի։ Դե բնականաբար քո Արև։ Չէ, բայց ինչի ես տենց ասում։ Ես անգամ ես հենց քո կողմից եմ Ալին։ Մագդա։ Իմ Արևը մի քիչ դաղալ խաղալ ունի։ Ինքը չգիտի արդեն խաղալը որն է։ Ինձ թվում է արդեն պետքա սովորի, չէ Արև։ Այդ ում բան եղացա։ Դե լավ Արև, մի նեղվի։ Ես էլ էի առաջ տենց հարամ խաղացողների ցուցակում։ Նոր այնքան էր վրաս ջղայնանում, դե միջև խելքի եկա։ Լսի դու հասկանալու հետ կապված խնդիր ունես, հա? Թե հատուկ ես անում, որ ինձ հունից անես։ Արդեն ասեցի չէ, որ մի կերպ եմ կարողանում ինձ տիրապետեմ, ինչ ես ուզում, ինչի համար ես եկել։ Հե? Ինչ ես ուզում անես։ Մենք քո կարիքը չունենք, ես քո փոխարեն արդեն ամեն ինչ արել եմ։ Ես Արինա Էլիզ եմ մեծացրել, ու իրաց մոտ ամեն ինչ լավ է, շատ լավ ապրում են, եկել ես, որ ինչ անես։ Եկել եմ, որ իմ չափով օգնեմ ձեզ։ Եկել եմ, որ չարածս լրացնեմ նորով։ Քեզանից օգնություն ինձ պետք չի։ Ես ավելի լավ եմ մեռնեմ, քան քեզանից օգնություն սպասեմ։ Իսկ ինչ վերաբերվում է քո չարասների տեղը լերացնելուն, արդեն շատ ուշ է։ Դժվար քո մոտ ինչ-որ բան ստացվի։ Նույնիսկ գիտնականները չեն կարողացել ժամանակը հետ տան։ Դու էլ գիտություններից հեռու մարդ ես, դժվար քեզանից գա, ձեռքիցդ չի գա հաստատ։ Զգում ես, որ հետս փողոցի լակոտի պես ես խոսում։ Ինչին որ արժանի ես, այդ էլ ստանում ես։ Իսկ Արշակը տղա ջան, իր հասանելիքը ստացել է քո կողմից։ Ասենք թե մորդ ընտրությունն է եղել ու գնացել է Ամերիկա, հետը փախել է Ամերիկա։ Ստացել է քո կողմից Արշակը։ Այսինքն է դու։ Այսինքն են, որ դու ավելի լավա ճանապարհդ առանցին շարունակես։ Մենք շատ տարբեր մարդիկ ենք էլիս։ Իսկ ամուսնությունը մարդու հետ կյանք կապել է շատ լուրջ բան է։ Դրա համար պիտի մարդուն 100%-ով վստահես։ Իսկ դու քո հանդեպ ունեցածդ վստահությունը ես նոր ոտքերիդ տակ առար։ Քո դիմակը պատրվեց էլիս։ Փաստորեն դու պատրաստ ես հանուն Մագդայի ու Արշակի բաժանվես ինձնից, հա։ Լսի, ես հիմա ոչ Մագդայի մասին եմ մտածում, ոչ էլ Արշակի, ես մենակ իմ մասին եմ մտածում, էլիս մենակ իմ։
Այսքան ժամանակ հույս ունեի, որ կհասկանաս, որ այդ բռնածը ճանապարհը սխալ է, բայց չէ, դու փոխվողը չես, այդ քո էությունն է, էլիս դու տենց մարդ ես։ Ու եթե ցանկություն չկա, մարդուն չես կարա փոխես, ինչքան ուզում ես, ինչ ուզում ես արա։ Էդո, Սուս մնա գոնե նենց արա իրար հարգելով բաժանվենք։ վերջ, հա։ Այսքան հեշտ կարես վերջակետ դնես, Էդո, հա։ Քեզ դուր կգար, որ ես քեզ խափեի։ Այդ հարցը լրիվ անիմաստ է, որովհետև դու այսքան ժամանակ բան չես արել, որ մի հատ էլ հասկանաս մոտը ստացվում է թե չէ, կարա շարունակես չանել։ Չէ, դու ուղղակի իմ ցավը չես հասկանում։ Թերիքը արդեն իսկականից ցավ։ Արի մանդարտ կյանքը քեզ տամ գնա հանգիստ ապրի։ Այդ ցավը ձեռքից զենք է սարք, հենց չգիտես ինչ խոսած այդ ես ասում։ Հիշում ես մի քանի օր առաջ այս թեմայով խոսում ենք, ասեցի էլի զգուշ եղի օրերից մի օր մենակ կմնաս։ Եկել է այդ օրը էլիս, մենակ ես դու արդեն։ Ու մի զարմացի, դու ես մեզ այս օրվան հասրել էլիս, դու։ Սխալ էր անկեղծանել ես։ Պիտի քեզ խափեի, չէ՞ որ դուրդ գար։ Լսի, եթե խնդիրը մենակ ատելությունը լիներ, ես քեզ մի կերպ կհասկանայի։ Բայց դու այդ մարդկանց ուզում ես վնասես։ Դու նույնիսկ քո հարազատ աղբոր երջանկությունն ես պատրաստ հարամանես, մենակ թե ուզածիդ հասնես։ Էլ ինչի մասին է խոսքը էլիս։ Իսկ ես ինչքան էլ սիրեմ, չեմ ուզենա, որ իմ կողքի կինը քո նման լինի։ Ես մի կերպ քեզ կմոռանամ էլիս, բայց երբեք այդ սխալը չեմ անի։ Վերջ։ Դու մենակ ես։ Մեր մեջ ամեն ինչ վերջացած է, էլիս գնա ոնց ուզում ես ապրի, ինչ ուզում ես արա։ Իսկ նորոն ես ինքս կտեղեկացնեմ, այդ ծանր բեռը քո ուսերին չի մնա։ Գնաս տեղից։ Տղես ես չեմ նեղանում։ Քեզանից ընդհանրապես ոչ էլ ես շորերս հավաքելու համար։ Ոնց հասկանում եմ մորը թեման թույլ կողմը տա։ Ու ոնց զգում եմ դու էլ բնավորությամբ պինդ տղա ես։ Ինչի մինչև այսօր չես ստացել Արշակից այդ պատասխանը։ Շուշանը մի քանի անգամ փորձել է հետ գալ։ Իսկ Արշակը չի թողել։ Ու ինչ մեթոդներով այդ ոչ մեկիս հայտնի չի։ Բայց ինձ հայտնի է, ես գիտեմ։ Լսի, դու նույնիսկ 10 տարի քո շողքից տեղյակ չես եղել։ Ուր մնաս, որ մամայի մասին կարանայր ինչ-որ բան ճշտերում ես ուզում խափես, հը? Ափսոս։ Շատ ափսոս տղա ջան, որ ինձ չես հավատում։ Ինչ արած, հավատաս թե չհավատաս։ Իրականությունը է սա։ Բայց ես Արշակից կստանամ Շուշանի մահվան պատասխանը։ Այդ մի բանն էլ ես կանեմ քո փոխարեն, որ հավասարվենք։ Գնաս տեղից ասում եմ։ Ուզում ես ասես, որ մտքովդ չի անցել, որ մայրդ ծննդաբերությունից չի մահացել, որ մի բան այն չի եղել։ Հե, նորո, մտքովդ չի անցել։ Գնաս տեղից ասում եմ, գնաս տեղից։ Բա երբ կհասնես։ Մագդա արդեն ճանապարհին եմ հասցեն ուղարկի։ Լավ։ Ուզում ես ասես, որ մտքովդ չի անցել, որ մայրդ ծննդաբերությունից չի մահացել, որ մի բան այն չի եղել։ Հե, նորո, մտքովդ չի անցել։ Մաման զանգել էր ինձ։ Ու գիտես մաման ինչ էր ասում նորո։ Որ տանջվում է։ Որ ուզում է հետ գա։
Ու ես երբ որ հարցրեցի, ոնց ես հետ գալու, դու պիտի երեխա ունենաս, ասեց երեխուն կունենամ ու կգամ։ Նորը մաման չէր ուզում ընդեղ մնար։ Հասկանում ես։ Հետո ինչ։ Ինչ կապ ունի քո ասած այս ցնդաբանությունը։ Հա՞։ Մաման ցնդաբերության ժամանակ է մահացել։ Հա։ Իսկ դու վստահ ես Նորո, որ մաման ծննդաբերության ժամանակ է մահացել։ Հա։ Վստահ ես, որ այդ մարդը մեզ չի խաբում։ Ինձ թվում է մեկ-մեկ իրար չենք հասկանում։ Չէ, լավ էլ հասկանում ենք էլիս։ Հա որ։ Հա։ Ես ուղղակի բաներ կա, որ ուզում եմ իմանաս էլիս։ Ուզում եմ, որ ավելի ներողամիտ լինես, ավելի բարի։ Այդ առաջին հերթին քեզ է պետք էլիս։ Ոչ իմ համար եմ ասում, ոչ էլ շրջապատիտ։ Այդ քեզ է պետք։ Որովհետև եթե մարդ ներող չի, այդ իրա չներելը իրան ներսից ուտում է։ Ճիշտ ես։ Ու սիրուն չի էլիս, որ քեզ հասակակից աղջկա հանդեպ այդքան ատելություն ես զգում։ Հասկանում եմ այդ։ Ես հասկանում եմ, կփորձեմ ուրիշ կերպ վերաբերվեմ։ Նենց ասացիր, որ մի տեսակ չհավատացի։ Լսի, եթե խնդիրը մենակ ատելությունը լիներ, ես քեզ մի կերպ կհասկանայի։ Բայց դու այդ մարդկանց ուզում ես վնասես։ Դու նույնիսկ քո հարազատ աղբոր երջանկությունն ես պատրաստ հարամանես, մենակ թե ուզածիդ հասնես։ Էլ ինչի մասին է խոսքը էլիս։ Իսկ ես ինչքան էլ սիրեմ, չեմ ուզենա, որ իմ կողքի կինը քո նման լինի։ Ես մի կերպ քեզ կմոռանամ էլիս, բայց երբեք այդ սխալը չեմ անի։ Վերջ։ Դու մենակ ես։ Մեր մեջ ամեն ինչ վերջացած է, էլիս գնա ոնց ուզում ես ապրի, ինչ ուզում ես արա։ Իսկ նորոն ես ինքս կտեղեկացնեմ, այդ ծանր բեռը քո ուսերին չի մնա։ Նոր բա ինչի համար ուշացար։ Կարող է ինչ-որ բան ա եղել, այդ մարդուն տեսնելուց միանգամից լարվեցիր։ Ճանաչում ես։ Երես էր Մագդա։ Կորած երես որոշել է վերադառնա։ Այսինքն։ Ալինայի մոտ բան չհարցնես, լավ։ Չէ, բայց Խնդրում եմ արի այս թեման փակենք։ Նրանց լարված եմ չեմ ուզում խոսքից մեջ անիմաստ տեղը քեզ նեղացնեմ, լավ։ լավ էլ հարցեր չեմ տա։ Ապրես։ Նորո, բայց ուշացար, գիտես։ Կներես Արիվ ջան։ Չնախատեսված գործեր առաջացան։ Ինչ անեմ։ Դե կարևորը որ գոնե եկար նոր։ Հա, բայց մենք պետք է արդեն գնանք Ալինես։ Բայց ինչի, ախր։
Արև, այսքան խաղացիք դու էլի հարցնում ես ինչի։ Ես խաղալու համար չեմ ասում։ Ես ուղղակի ուզում եմ մի քիչ էլ Նորոյի հետ ժամանակ անցկացնենք։ Դե լավ, արև, ոչինչ։ Այս հաստատ մեր վերջին հանդիպումը չի։ Արի հիմա չհակաճառենք, որ սենց հանդիպումներ էլի լինեն, լավ։ Ահա Նալինան ճիշտ է ասում։ Լավ, լավ։ Էլիս կասես հասկանամ քո հետ ինչա կատարվում։ Ինչ եկել ես տուն, լացում ես, արդեն սիրտը սպայթում է։ Հաս ես ու Էդոն բաժանվեցինք։ Ոնց։ Հա։ Մագդայից ու Արշակից էլի թեմա բացվեց։ Ես ասեցի, որ ատում եմ այդ ընտանիքը։ Ասեցի, որ չեմ ուզում Մագդան Նորոյի կողքը լինի։ Ինքն էլ մեր հարաբերություններին վերջ դրեց։ Մի րոպե։ Այսինքն Մագդայի պատճառով ձեր հարաբերություններին վերջ դրեց։ Հա, հաս։ Էլիս ես քեզ ասում էի, չէ, որ այդ Մագդան մի օր էլ ձեզ է բաժանելու։ Լավ, ոնց։ Ես չեմ հասկանում, հաս։ Ոնց է ստացվում, որ բոլորը ամեն ինչի պատրաստ են այդ Մագդայի համար։ Նորոն իր անցյալը մոռացավ։ Էդոն ինձնից բաժանվեց։ Ոնց է տենց ստացվում։ Լանա, ինչի սենց արեցիր։ Ինչի ամենասկզբից չասեցիր։ Հիմա ամեն ինչ ուրիշ կլիներ։ Մտածել ես, որ ես քեզ չեմ հասկանա, հա։ Ես 23 տարի Մագդային պահելու մեծացրել եմ։ Իմ սեփական երեխու պես սիրել եմ ու պաշտպանել եմ։ Հա։ Հոգուս խորքում միշտ պատկերացրել եմ այս օրը։ Գիտակցել եմ, որ մի օր կգա այն օրը, ու ես չեմ կարողանա պահեմ այս գաղտնիքը։ Որ չեմ կարողանա ոչ մի բան անել։ Ես քո վերադարձին համ հավատացել եմ, համ էլ չէ Լանա։ Այսինքն Լիաննա։ Բայց դու ինչի ինձ խաբեցիր։ Երևի մտածել ես, որ Արտյոմի նման եմ լինելու, հա։ Դրա համար զգուշացել ես։ Չէ, Լանա, ես այդքան կտրուկ ու կոպիտ չեմ։ Ես քեզ կհասկանայի։ Քո կողքին կլինեի, ինչքան էլ որ իմ համար դժվար լիներ։ Բայց ես քեզ Մագդայից չէի զրկի։ Հա, հնարավոր է ես չթողնեի, որ դու ճիշտ ասես։ Բայց չէի զրկի, որ Մագդայի կողքին լինես։ Ու տեսնես, թե ինչ աղջիկ ես ունեցել։ Ես ինչ եմ խոսում։ Ախր ես 100% վստահ չեմ, որ դու այդ մարդն ես, թե չէ։ Բայց խոսում եմ։ Ընկերես։ Այս ինչ ա եղել, որ դարդի մեջ ես։ Նոր ես քեզ շատ կարևոր բան պիտի ասեմ։ Մեկը իմանալու ես ավելի լավ է ինձնից իմանաս։ Ու հույս ունեմ մեր ընկերությունը դրանից չի տուժվի։ Դա ասա տենամ ինչ ա եղել։
Նոր ես ու Էլիզը բաժանվել ենք։ Ու հասարակ վեճ չի, վերջնական բաժանվել ենք։ Հարցեր չտաս, հիմա չեմ ուզում ընդհանրապես մանրանամ, խոսամ դրա մասին։ Ուղղակի իմացի, որ էլ միասին չենք։ Էրիկա։ Այ դուք մեծ մարդիկ եք, դուք եք որոշողը։ Ես քեզ չեմ ասում մանրամասները պատմի։ Բայց գոնե ասա հասկանամ ինչ ա եղել։ Պատճառը ո՞րն է։ Այ դու։ Ես չգիտեմ այս պատմությունը ինչ ընթացք ունենալ Անա։ Բայց մի բան հաստատ կասեմ, որ թույլ չեմ տա Մագդային նեղացնեն։ Ես չգիտեմ, թե դու ինչ հարաբերությունների մեջ ես այդ Կարենի հետ։ Չգիտեմ, խաբում ես ինձ, թե չէ։ Քո նպատակների մասին ես չգիտեմ։ Բայց նորից եմ ասում։ Եթե պետք լինի, ես կսպանեմ այդ Կարենին, մենակ Մագդային պաշտպանեմ։ Հաստատ կսպանեմ։ Ուզում ես խոսես։ Ես զգում եմ, որ ուզում ես։ Բայց մի քիչ էլ դիմացի, հա։ Էլիս, հիմա Մագդային դաս տալու ժամանակն է։ Մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք։ Նենց դաս եմ տալու այդ Մագդային, որ ամբողջ կյանքը չմոռանա։ Ինքը չի մարսելու։ Ինքը չի մարսելու իմ ու Էդոյի բաժանումը։ Իմ գործը ավելի բարդ է, Էլիս։ Ես ոնց եմ Նորոյի գլխից այդ Մագդայի անունը ջնջելու չգիտեմ։ Մեզ պապան կօգնի։ Եթե պապան էլ չօգնի, ես ամեն ինչ կանեմ, ես չեմ հանձնվելու։ Իրանք պիտի իմ նման դժբախտ լինեն։ Իրանք պիտի մեր ընտանիքի նման դժբախտ անան։ Իրանք չեն մարսելու։ Ոչ մորս մահն են մարսելու։ Ոչ մանկությունս, որ խլել են ինձնից, ոչ էլ իմ ու քո արցունքները։ Լսում ես։ Ես ու Էլիզը իրար չենք հասկանում, Նոր։ Ինքը լրիվ ուրիշ աշխարհում է ապրում, ես ուրիշ։ Պատճառը էդ է, ուրիշ պատճառ չկա, ուղղակի իրար չենք հասկանում։ Իսկ ինչի է այս թվում, որ դուք կոնկրետ ինչ-որ հարցի շուրջ իրար հետ ընդհանուր հայտարարիչ եք եկել։ Չէ, ցավը տանեմ։ Քեզ սխալ է թվում։ Այդ հարցերը շատ են։ Ուղղակի Նոր լավ մի շարունակելի հարցեր մի դու ես հիմա չեմ ուզում դրա մասին խոսամ։ Ուղղակի խնդրում եմ քեզ Էլիզին չնեղացնես, հա։ Ինքը մեղավոր չի, որ մենք իրար չենք հասկանում։ Ես հիմա ուղղակի ուզում եմ խմեմ։ Դու ուղղակի հիմա ուզում ես ամեն ինչ անես, որ թեման ցրես այդքան բան։ Չէ, Նոր, չեմ ցրում։ Ուղղակի ուզում եմ խմեմ, արի իրար հետ խմենք։ Էլի խմենք, այդ։ Դու գիտես, դու իմ ընկերն ես, ես միշտ պատրաստ եմ քեզ հասկանամ, բայց դու հիմա ինձ խաբում ես։ Ես լավ գիտեմ, դու Էլիզին ոնց ես սիրում։ Դու 5 տարի սպասել ես, որ իրան հասնես։ Ու հիմա որ հասել ես, սենց հեշտ ուզում ես բաց թողնես, հա։ Չէ, Նոր, չէ, ես իրան հեշտ բաց չեմ թողնում, ուղղակի գիտակցում եմ, որ եթե շարունակենք իրար չհասկանալով միասին լինել, համ ինձ եմ դժբախտացնելու, համ էլ իրան, իսկ ես այդ չեմ ուզում, Նոր,
Էլիզը պատրաստ չէր սենց հարաբերությունների։ Ինքը ընդհանրապես ոչ մի զիջման չի գնում։ Միշտ իր ասածին ա մնում։ Ես շատ դեպքերում իրան սիրելով լռել եմ։ Սկզբունքներից դեմ գնալով իր սրտի ուզածը արել եմ։ Բայց ինչքան նոր, ինչքան այ ախպեր։ Ես էլ եմ մարդ, ես էլ եմ ուզում մեկ-մեկ իմ սրտի ուզածով լինի, ես էլ եմ ուզում զգամ, որ իմ սիրած աղջկա համար ես ավելի կարևոր եմ, քան մնացածը, բայց այդ չկա նոր, չկա ու չի էլ եղել, երևի սենց էր պետք։ Չէ, թող ինքը զանգի։ Ապրես։ Այդ տեսքը տեղը չի։ Ընդհանրապես չեմ քնում։ Պարզ է։ Ես այս կոֆեն խմեմ կդզվեմ։ Այդ ջան ճիշտ ասած մի բան եմ ուզում քեզ հարցնեմ։ Այս այն թեման է, որ հակառակը ես եմ միշտ ասել չբացենք, չշարունակենք։ Խոսքը մորս է վերաբերվում։ Ինչի համար եմ քեզ հարցնում, որովհետև գիտեմ, որ դու ինձ չես խաբի։ Բայց մի անգամ ենք խոսալու, այս թեմային էլ չենք անդրադառնալու։ Ասա ախպերս, ինչ ա եղել։